Մի հատ առաջարկում եմ գլուխ հանենք մեր կուսակցություններից։ Մենք ունենք 70-ից ավել կուսակցություն, ինչի հասկանալի չի, բայց մի հատ այբենական կարգով փորձենք հասկանալ ով է։ Ազգային միաբանություն։ Միակ կուսակցությունը Հայաստանում, որ լրիվ արդարացնում է իր անվանումը։ Ամբողջ ազգով մենք միաբան ենք, որ ոչ մեկ այդ կուսակցության իմաստը չի հասկանում։ Ազգային անվտանգություն կուսակցություն։ Ես հասկանում եմ, որ ուզում եք վախենալու թվակ, բայց այդ բրենդը մեր երկրում արդեն վերցրած է։ Ազգի փրկություն կուսակցություն, կներեք, այս մեկը մի ամիս առաջ փակվեց, այո, ազգի փրկությունը տեխնիկական պատճառներով Հայաստանում փակվեց, բայց մի ուսատվեք, դեռ կա հզոր Հայաստան, անկախ Հայաստան, արժանապատիվ ապագա ու բարգավաճ Հայաստան կուսակցությունները։ Եթե նկատել եք, սրանք ոչ միայն անվանումներ են, այլ նաև խոստումներ են։ Արժանապատիվ ապագա ենք խոստանում ենք հզոր հայրենիք, իսկ բարգավաճի դեպքում 4-ը մեկում է։ Սա համ կուսակցության անվանումն է, համ խոստում է, համ կուսակցության ամբողջ ծրագիրն է, համ էլ գաղափարախոսությունն է։ Հրակն ու արմենական ռակը։ Սկզբում հրակն ու արմենական ռակը առանձին կուսակցություններ էին, բայց 2 տարի առաջ հրակը եւ արմենական ռակը միավորվեցին, ինչը ի սրտե ողջունեց ռակը, որը Ֆրանսիայում է գործում։ Հիմա ռակը, հրակը ու արմենական ռակը իդեալական հարաբերությունների մեջ են, ինչին թեթևակի նախանձում է բրակը, Բրազիլիայի ազատագրական ռամկավար կուսակցությունն է։ Կանայք հայոց աշխարհի կուսակցություն։ Ինչի՞ չէր կարելի ավելի պարզ հայոց աշխարհի կանայք, ինչ եք բարթացնում։ Հայ ազգային կոնգրես։ Իրենց իսկ խոսքերով երկրի ամենազտվող կուսակցությունը։ Ամեն անգամ որ ինչ-որ մեկը դուրս է գալիս կուսակցությունից, ասում են, այ կուսակցությունը, այ հիմա նոր զտվեց։ Լավ զտվել է եւ մինչեւ 2017 թիվ այնքան է զտվելու, որ մնալու են միայն Լևոն անունով մարդիկ։ Իսկ ՀՀՇ անունով բացվեց մեկ այլ կուսակցություն, չգիտեմ, տենց ոնց որ ամենաջերմ հիշողությունները բերող բրենդը չի, էլի, ոնց որ ասենք պաղպաղակ արտադրես ու անունը դնես Արմենթել։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Այո, կուսակցությունը ունի բազմաթիվ թերություններ, բայց ունի մի անվիճելի ուժեղ կողմ։ Կուսակցությունը շատ էֆեկտիվ կարողանում է կոնսոլիդացնել մարդկանց իր դեմ։ Հենց մի պահ կոնսոլիդացիան թուլանում է, հոպ, կենսաթոշակային հիմնադրամ ու նորից ազգը կոնսոլիդացվեց։ ՍԴՀԿ-ն, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը վերջերս պառակտվեց, ավելացավ վերակազմյալ ՍԴՀԿ, ՎՍԴՀԿ, այս զարգացումներին չարձագանքեցին ոչ ռակը, ոչ հրակը, ոչ արմենական ռակը, անգամ բրակը սիրիկայաբար լրեց։ Ունենք հայրենիք կուսակցություն, առաջարկում եմ այս կուսակցությունը հենց հիմա փակվի, որովհետև կա հզոր հայրենիք կուսակցություն, միավորված հայեր կուսակցություն։ Այ քեֆս գալիս է այս կուսակցությունից։ Ուղղակի հոյակապ մարդիկ, որ նայում ես ոնց են երկուսով միավորվել ու կուսակցիով բացել, սիրոք հուզվում ես։ Հայաստանի մարքսիստական կուսակցություն։ Այ հիմա որ մտածում ես, պրինցիպի մի հոգին էլ է հերիք, որ կուսակցություն բացես։ Հայաստանի ժողովրդական կուսակցություն, Կարապետիչ։ Չէ լավ, ստեղ հուզվում եմ, այս մեկը ցած թողնենք։ Ժողովրդավարական ուղի կուսակցություն, ԺՈՒԿ։ Ինչ որ իմաստով բոլոր հայկական կուսակցությունները լավ էլ ժուկ են, հենց որ այս անունը հաջող չի։ Օրինաց երկիր։ Այստեղ հասկանում եք ժուկ անվանումը որտեղ ավելի շատ կսազեր։ Եվ նոր երկիր կուսակցություն, հա, այսքան կուսակցություն տեղավորելու համար մեզ մի հատ նոր երկիր է պետք, կամ ավելի լավ իրանք լինեն այդ նոր երկրում, մենք մեր համար առանձին ապրենք, շնորհակալություն։